Դեկտեմբերի վերջին տասնօրյակի մատուցվելիք անակնկալների, դեկտեմբերի 25-ից սկսած դրական շրջանի մեկնարկի, նվերների ընտրության, վերածննդի գաղափարի, անունների ճակատագրական դիպվածների և այլ ուշագրավ հարցերի շուրջ ենք զրուցել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանի հետ։ Այո, նախատոնական տրամադրությունները սկսված են, մենք ուղղակի չկարողացանք դեկտեմբերի սկիզբ հանդիպեինք, կախված այդ առողջական վիճակի, բայց դրան հենց սպասելի էր, որովհետև Մերկուրին կարիճում էր եւ նահանջող Մերկուրին կարծես այսպես հավաքում է, գաղտնի է պահում, հետո միանգամից բաց է թողնում, իսկ կարիճում դա ճգնաժամային վիճակներն են, դե առողջական վիճակի, այսինքն այդ ամենը ինքը գաղտնի փուլում էր կարիճը եւ Մերկուրին է նահանջող եւ ահա երբ որ Մերկուրին արագ ընթանում է նա միանգամից հավաքում է ինֆորմացիան այդ բոլոր օդակաթիլային հիվանդությունը եւ տեղաբաշխում է դրա համար մեծ տարածում ստացավ աստղաբանական մեկնաբանումներից մեկը դա է հաջորդ կարևոր այդպես միտումը նոր տարվա նախաշեմից շատ են գրում, թե որ օրերին գնումներ կարող են կատարել։ Ես տարբեր հարթակների խոսում եմ, բայց քանի որ յուրաքանչյուր հարթակն ունի իր լսարանը, այո, որոնց հետ նաև ես ունեմ իմ նախասիրություններ, տարբեր հարթակներ, բայց ընդհանուր նախասիրություններ։ Այսպես, եթե այսօր կհեռարձակվի, այսօր 15-ը եւ 17-ը կարևոր է ֆինանսական ձեռքբերումների համար հնարավոր է պարգևատրումներ ստանաք, մանավանդ կարիճ, այծեղջուր, ձկներ, նրանց համար ավելի բարենպաստ է խեցգետին, կույս եւ այդ կենդանակերպերի համար ցուլեր մի քիչ ուշադիր լինել, եթե ներդրումներ են կատարում, անպայման այդ թղթաբանության մեջ իրենց խանգարող կետերը թող անեն, որտեղ կարիճը ցուլերի հակադարձ կենդանակերպն է, իսկ կարիճը դա պարտքերն են, հանրային գումարներ են եւ այլն։ Համենայն դեպս ֆինանսական հարցերը լուծելու լավագույն ժամանակահատվածն է։ Եթե դուք գործատու եք, պարգևատրումներ կարող եք տալ ձեր աշխատակիցներին, որպեսզի կարիճը դա շատ խորքային էներգիա է, նրանց ի սրտե շնորհակալությունը կարող է հաջողություն բերել ձեզ։ Դեկտեմբերի 17-ին ֆինանսական հարցեր լուծելու համար դեկտեմբերի 23-24 էլեկտրոմոբիլներ, էլեկտրական տեխնիկա, կենցաղային տեխնիկա կարող են գնել գնումների համար, վերջացնեմ, քանի որ թերի մնաց։ Եվ ահա, եւ դեկտեմբերի 30-31 լուսինը ցուլում ֆինանսական պահուստային միջոցները պահել եւ հենց այդ օրը դեկտեմբերի 25-26 եւ դեկտեմբերի 30-31 եւ վերածնդի հետ կապված եւ մեր ապագա պլանները ռեալիզացնելու հետ կապված լավագույն օրերն են։ Այսպես ասեմ, դեկտեմբերի 25-26-ին լուսինը ձկներում է, նվերների մեջ կարող են գերակշռել նախ հոգեվոր արժեքները, այդտեղ հոգեվոր արժեքներ ներկայացնող նվերներ, դրանք կարան հուշանվերներ լինեն, կարող են իկոնաներ լինել, ինչը կապ է ստեղծում կրոնի հետ, եւ եթե որոշել եք նպատակ գրել 5 կետից բաղկացած նպատակ գրեք եւ այդ 25-26-ին 2 օր ընդհանրապես 3 օր է գրեք սա արդեն կատարված վիճակում սա եմ ունեցել սա ունեմ նա ունեմ հասել եմ դրան դեկտեմբերի 30-31-ի այդ աղոթքի ժամ ինքը աղոթք է 25-26 ավելի շատ աղոթք է որտեղ լուսինը ձկներում է երկնային դռներն են բացում քրիստոնեական այդ ուսմունքն է այնտեղ բարձր հոգեվոր զարգացում ունեցող մարդիկ ավելի մեծ հաջողությունների կհասնեն, ձեր աղոթքները կկատարեն եւ մանավանդ նրանք, ովքեր երեխաներ չունեն, միշտ այդ աղոթքը հնչեցնում եմ Տեր Աստված, պարգևիր մեզ հոգեպես, ֆիզիկապես, մտավոր, առողջ երեխա։ Տեր Աստված կամ Աստծո անունը կարող եք տալ կամ բարձրալի անունը կարող եք տալ ներիր մեր գիտակցված, չգիտակցված մեղքերը ազատիր կարմայի կապանքներից եւ ամենաբարենպաստը այդ աղոթքները ավելի շուտ կհասնեն նրանց մոտ ովքեր ծնվել են ձկներ, խեցգետին կարիճ, ցուլ, այծեղջուր եւ այնտեղ կույս կենդանակերպերի ազդեցության տակ առավել այսպես մոտ կարող է լինել, եթե հավատքը ձեր շատ մեծ է, բոլորի մոտ էլ կհասնի։ Ձեր տանը եթե տատիկ կա, մայր կա,
քույր կա այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնված կին էակը, հա, քանի որ ականացի կենդանակերպերում է այդ մեծ տրիգոնը գնում, որը 59-60 տարին մեկ է լինում, աղոթեք եւ կտեսնեք, որ այդ հրաշքը կլինի եւ եթե այդպիսի բան լինի, խնդրում եմ դուք զանգեք կամ Իրավունք TV խմբագրություն կամ գրեք մեկնաբանությամբ կամ ինձ զանգեք, որպեսզի մենք արդյունքները տեսնենք, հրաշալի արդյունքներ են դնում, սա փորձված մեթոդ է։ Ամսի 30-ին 31-ին ֆինանսական բարեկեցության համար կարող եք գնել, սա եմ գնել, սա ունեմ մասնագիտական հաջողությունների եմ հասել, այսպես իրատեսական 5-ից 7 կետ գրեք, այդ ծրարի թղթի վրա է գրում, գեղեցիկ փակեք, դրեք ձեր բարձի տակ։ Սա մոգական հնարք չի, սա ուղղակի փորձված մեթոդ է, որը նաև հոգեբանները, քոուչներն են փորձում, որովհետև եթե դու թղթի վրա արդեն կատարված գրում ես քո ենթագիտակցությունը, հետո գալիս է դեպի գիտակցություն, ձգտում է այդ երազանքների, այդ պլանների, այդ նպատակների կատարմանը եւ մարդը ուղիները ավելի հեշտ է փնտրում եւ գտնում։ Այդ ամենը կարող եք 3 օր ասել, առավոտ, ցերեկ, երեկոյան, պահել մի թակուկ փափուկ անկյունում, գեղեցիկ տեղ, որտեղ պարֆյում է, որտեղ գեղեցիկ շորեն, այն վայրում ձեր տան, որտեղ այն անկյունում, որտեղ դուք դրական էներգիա եք զգում եւ կտեսնեք, որ ձեր երազանքները կատարել են։ Նաեւ այս ամանորի նախաշեմին բոլորը կարծես թե հավատում են հրաշքներին, այդ հրաշքները իրականանալու ցանկությունը, այդ հույսը ել ավելի է, այսպես ասած բոցավառվում, հա, մարդկանց հոգիներում եւ թերևս մեր հետևորդներից խնդրել էին հնչեցնել հետեւյալ հարցը. արդյոք վերածնունդ ասվածը գոյություն ունի, քանի որ շատ հաճախ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հազարավոր ծնողներ ըստ էության կորցրեցին իրենց շատ դեպքերում միակ որդիներին եւ նրանք իրենց որդիներին տեսնում են իրենց հաջորդ երեխայի մեջ, չգիտեմ, ինչ որ հարազատի մեջ, ինչ որ հստակ գծեր են տեսնում եւ նշում, որ այս կերպ մեր երեխան կարծես վերածնվել է, առհասարակ ինչ է խոսում աստղաբանությունը, գոյություն ունի վերածնունդ ասվածը։ Այո, ինձ մոտ շատ է լինում դեպքեր, քանի որ նաև աստղաբանը նաև միտված է էզոտերիկ գիտությունների այդպես ուսումնասիրման, որտեղ կարմայի գաղափարախոսությունը դա համահունչ գնում է արևելյան աստղաբանության հետ, ասեմ սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, մեր հայկական իրականության մեջ, մեր տարածաշրջանում արևմտյան աստղաբանությունն է աշխատում, ես բազմիցս փորձել եմ, հստակ գիտեմ, եթե այլ տարածաշրջանում աշխատում է արևելյան դա հնդկական է, ջյոտիշն է, այստեղ չի աշխատում, 23 աստիճան տարբերություն կա, մոլորակները իրեն 23 աստիճան տարբերությամբ այլ դիրքերում, եթե միտեղ արևը 1 աստիճան է ցուլում, ըստ արևելյան աստղաբանության նա 23 աստիճան տեղաշարժված է, ուստի եթե տարբերություն, եթե դուք փորձեք այդպես կառուցել աստղաբանական քարտեզը, ես ձեզ հստակ եմ ասում, ես ձեզ 99% այսպես կարող եմ պնդել, որ մեր տարածաշրջանին հարիր է արևմտյան աստղաբանություն, որովհետև հենց մեր տարածաշրջանում զարգացող եւ այդ ժամանակահատվածում բնակվող ապրող կենդանիներն են խոյ, ցուր, խեցգետին, առյուծ, կարիճ, ձկներ, աղեղնավորի ձիու այդ վերևը կենտավր է, վերևը մարդկային է ձիու այդ ամբողջ մարմինը, այդ սեղջուրների այծ եւ ձկներ, հա, դրա համար առավել մեր էներգետիկ դաշտին այն համընկնում է արևմտյան աստղաբանությունը։ Արևելյան աստղաբանությունը կարմայի տեսությունը ավելի խորքային է ընդունում, այնտեղ ասել է, որ բուդդիստական կամ այնտեղ հուդայականությունը եւ բուդայականությունը այդ երկու կրոններում բարձրաստիճան, օրինակ բոլոր լամաները, նրանք անպայման աստղաբանություն պետք է իմանան, որովհետև ըստ այդ փիլիսոփայության, ինչը ես ընդունում եմ այդ փիլիսոփայությունը, նաև ընդունում եմ ռեինկարնացիայի գաղափարախոսություն, որովհետև վերջերս շատ փորձեր են եղել, շատ հարցեր են եղել այդ փորձերի եւ հարցերի, գիտեք ոնց, դեռևս գիտականորեն այդ փաստը ապացուցված չէ, բայց մեր փորձերի եւ փորձառությունների
հիման վրա մենք հանգում ենք ան եզրակացություն, որ այո նախորդ կյանքերը կան, ինձ մոտ եղել է դեպք, երբ որ տատիկը եկել է, մայրը եկել է, ասել է տղաս վաղուց չկա, քարտեզում ցույց էր տալիս, որ այդ տղան երեխա պետք է ունենա, 37 տարեկանում այդ կարմիկ ժամանակահատվածում յուրաքանչյուր 18-19 տարի մեկ է, նրա տղան հեռացել էր կյանքից, բայց քարտեզում ցույց տվեց, այո, աստղաբանական քարտեզը ցույց է տալիս, որ երեխա կա, որը կրում է իր անունը եւ այդ հնարավոր է, որ նրա հոգին վերածնվել այդ երեխայի մեջ։ Այդ կինը ապշած էր ուղակի իրենց բարեկամի թորնիկներ, որը նաև ընթացքում որոշել են, որ պետք է դնեն երեխային, ֆիզիկապես եւ մարմիններն էր շատ նման եւ անուններ կրում։ Մի դեպք էլ ասեմ ու անցնենք առաջ, մյուս դեպքերը բազմազան են, մյուս դեպքներ եղել էր դիմեց ինձ կին, որի երեխան 3 տարեկան էր, դրանից մի քանի տարի առաջ կորցրել էր նախորդ երեխային, երկրորդ երեխային, տղա երեխա, նա ինձ հարցրեց, որ վարքային դրսևորումներում եւ արտաքին տեսքի հետ կապված եւ շարժումները ամբողջապես նման են մյուս երեխային, երբ որ անձնական քարտեզը դիտարկեցինք, այո, այդպիսի քարտեզում այդպիսի նկատառումները, այդպիսի իրավիճակները հստակ տանում էին հենց այդ հարցի դրական միտվածություն կար, որ հենց այդպես էլ կարող է լինել, ես խնդրեցի, որ երեխայի նկարը ուղարկի, որը այլևս չի ապրում եւ այն երեխան, որը նոր է ծնվել, տարուկեսական 2 տարեկաներ երեխաները նույնն էին։ Իդեպ անունների հետ կապված շատ հաճախ հատկապես մեր հայկական մենթալիտետում մենք հայերս սիրում ենք մեր տատիկ, պապիկի կամ մահացած շատ կարևոր հարազատի անունը դնել նորածին երեխայի վրա եւ կա տարածված տեսակետ, որ ում անունը որ դնում են, այդ երեխան, դեռ նոր ծնված երեխան վերցնում է իր ճակատագիրը։ Ինչ է ասում այս մասով աստղաբանությունը։ Եթե երեխան ծնվում է, տեսեք, վերածնունդ երբ որ լինում է, երբ համապատասխան մասնագետներին ես լսում եմ, որոնք տարիներ շարունակ արդեն գիտական հոգեբանությունից անցել են արդեն կարմայական հարցերը լուծելու, նախորդ կյանքերի այդ հարցերը լուծելու մեթոդներն են օգտագործում եւ նրանք ընդունում են ռեինկարնացիայի գաղափարախոսությունը, հիմնականում այդ գաղափարախոսություններում ասում են, որ հոգիները շատ շուտ չեն կարող վերածնել, դեպքեր կարող են լինել այսպես 2-3 տարվա, կամ մեր հենց ծնողների հետ էլ կապված չէ, նշեցիք, այո, այդ երեխաները, որոնք այդ ժամանակահատվածում ուղղակի մահացել են, դրանք 96-ից 2002 թվի ծնվածներն էին, ոնց որքան գիտեմ, նրանք հատուկ ծրագրով եկել էին, կարճ ծրագրով եկել էին, պետք է գնային, նրանցից որոշների մոտ հնարավոր է, որ հենց այդ հոգին կրկին վերածնվի։ Հաջորդ հարցը որն էր, որը տվեցիք։ Անունների հետ կապված։ Անունները, այո, անունները իրենց ուրույն այդ տալիս են անպայման անունը արձագանքում եւ ազդում է անձի վրա, որովհետեւ այդ անունները իրենք թվագիտության մեջ միևնույն էներգետիկ դաշտ են ապահովում։ Այստեղ եթե մանավանդ երեխան կնովում է նաեւ նույն ազգանունը, այդ կապը ավելի է մեծանում եւ երբեմն լինում է, որ պապիկ եւ տատիկ այդ հարաբերություններում հնարավոր է լինում, որ պապը կամ տատը այդ հոգին կրկին վերածվի։ Ինչու եմ այդպես ասում, վերջերս շատ խորքային բացահայտումներ եմ կատարել, մի կին զանգեց, որ իր երեխան չի խոսում, քարտեզը նայեցի, խոսքի խանգարումներ առանձնապես չնկատեցի ես, բայց որովհետև աուտիզմի կամ հոգեխոսքային խանգարման, այդ զարգացման խանգարման համար հատուկ մոլորակային դիրքեր կան, այդտեղ ես նկատեցի, որ երեխան այդ ախտանիշները, համախտանիշները չունի, բայց քարտեզը հուշում տվեց ինձ, որ տատիկի հետ կապված, մահացած տատիկի հետ կապված ինչ որ միջադեպ կար։ Այդ կնոջը հարցեցի, ինչ խնդի, ինչ հարց կա, ինչ կապ եք տեսնում դուք ձեր տատիկի եւ ձեր երեխայի միջեւ։ Երեխան տարուկես 2, չէ, տարուկես չէր, արդեն 4-5 տարեկան էր եւ խոսքի խանգարման խնդիրներ կար, որը ոչ մի կերպ չէին կարողանում
ախտորոշումները կա, բայց մարդը այլ բացատրություններ ցանկանում եւ ես նկատեցի, որ հարցեցի ինչ է եղել եւ նա հիշեց մի միջադեպ եւ արդեն երեխայով հղի է լինում, նրա տատիկը գալիս է երազին, ասում է, որ ես գալու եմ, քանի որ տատիկի հետ նախկինում այդ հարաբերությունները չէ եղել, իսկ իր մոտ Լուսինը այդտեղ ջուրում էր Սատուրնի հետ իջնող հանգույցի հետ, արդեն աստղաբանություն հասկացողները կիմանար, որ նա չէր ընդունում տատիկի այդ դերը, տատիկի այո, դերակատարումը հենց այս կյանքում երեխայի քարտեզում է, այդպես երբ Նեպտուն եւ Սև Լուսինը ձկներում այդ կապը ես նկատել եմ, նկատեցի նա ասեց, որ տատիկը եկավ, ես այդքան բարեհամբույր չէի, երազի հաջորդ օրն էլ տատը գալիս է, կրկին ասում է ես գալու եմ, ու բոլորին ասում է, որ ես գալու եմ, հստակորեն նշում, որ այդ օրը պետք է գա, ինքը հասկանում է, որ երեխան ըստ երևույթին տատիկի հոգու մարմնավորումն է, հիմա տատիկը իրենից խռոված է, որտեղ առանձնապես ախտանիշներ չկան, ասեց ինքը այսպես կարծես ռուսերեն է ասում, կապրիզ է անում, եթե կցանկանա կխոսա, մենք հասկացանք, որ տատիկի հոգու հետ, ինքը տատիկի հետ չլուծված հարցեր կար, այո։ Իր համար շոկ էր, ինձ համար էլ է շոկ, որ մենք բացահայտեցինք, արդեն մնացած մասնագետներին խորքային այդ հարցեր երազի մեջ կամ երևի պետք է գնար գերեզման, տատիկին ինչ-որ քաղցր տաներ, ասեր, որ ես նշեցի, ասի տարբերակներից մեկը սա է, որ դու գնաս գերեզման, ասես, որ բարով ես եկել, արի իրար հետ հաշխամերաշ ապրենք, այս մեզ տրված կյանքը գեղեցիկ ու յուրաքանչյուրս մեր գործը անենք եւ հեռանանք։ Իմ կողմից այդ լուծումը տրվեց, կամ կարող էր գնալ եկեղեցի, աղոթեր, ինձ թվում է, որ հենց դա եւ բնավորությամբ շատ նման է իր տատիկին այդ կնոջ։ Իդեպ կրկին ժողովրդի մեջ տարածված մի դիտարկում կա, կարծրատիպ կա, որ օրինակ երբ նայում են երկնքից մի աստղ է ընկնում, ասում են մի աստղ ընկավ, մյուսը ծնվեց։ Իսկ սա ինչ է։ Հնարավոր է, որ մեկը գնում է, մյուսը գալիս է։ Ունենք մեր աստղը։ Յուրաքանչյուրս ունենք մեր, ամեն մարդու մոտ այդ աստղը չի ընկնում, ընկնում է այն անձի մոտ, որը պետք է այդ ամենը տեսնի։ Հիմնականում ասում են, որ հոգիները վերածնվում են 100 տարի մեկ, որտեղ այդ հոգիների խումբը, դրանք բարեկամական հոգիներ են, շատ քիչ եմ այդ հարցերի մասին խոսում, բայց վերջերս շատ կարևոր ուսումնասիրություններ, արդեն սա տեսակետ է, սա կարծրատիպ չի, ինձ մոտ հստակ ուսումնասիրությունների արդյունքում ստացված այդ հայեցակարգերն են, այդ հոգիները ծնվում են մի 100 տարի մեկ, որտեղ այդ խումբը պետք է ծնվի հարազատ հոգիներ, ամուսին, կին, հայր, մայր, երեխաներ եւ սիրելի երեխաներ ձեր ծնողներին մի դատեք, որովհետև այն ծրագիրը, որ մենք վերցրել եկել ենք, այդ հիերարխիկ կապը, որ ծնողը պատահական չի, որ նա այս կյանքում ընտրել է ծնողի դերը, իսկ դու երեխայի դերը, այո, ծնողը իր պարտականություններն ունի իր երեխայի համար եւ երեք փչաքաղեցնող այդպիսի մի այսպիսի եզրահանգման նյութ լսեցի, որի արդյունքում նաեւ այդ ամենը կարծես գլխից մեջ բիրի բարը բլա, հա, եւ այդ արդյունքում այդ մտահոգությունների, այդ մտազբաղության, այդ ամենը գլխից մեջ տեղավորելու արդյունքում հասկացա այսպիսի մի բան, այնտեղ ասում էր, որ այն երեխան, որը ծնվում է այնպիսի ընտանիքում, որը բարեկեցիկ ընտանիքում է ծնվել, որը ունի ծնողներ, որ իրեն սիրում են, այդ երեխային նույնիսկ սիրում են դպրոցում, նրան լավագույն ուսուցիչն է դասավանդում, որին նաև եթե խմբակներ է հաճախում լավագույն ուսուցիչները, այո, ասում է այդ հոգին նա մեծ ավանդ է ունեցել դրված նախորդ կյանքերում եւ այս կյանքում իր համար պարգևատրում է։ Եվ այդպեսի մի քանի հոգու ես ճանաչում եմ, հստակ այդպես է։ Ես ամեն անգամ լսում եմ, ամեն անգամ խորանում եմ այդ գիտելիքների մեջ, վերջերս քանի տարի, ես 15 տարի աստղաբանությամբ զբաղվում եմ, բայց վերջին մի քանի տարիներին ես խորացել եմ այդ իմ մտահոգությունները, մտորումները նախորդ կյանքի հետ կապված, արդյոք այն գոյություն ունի թե չէ, ես կարծում եմ, որ նախորդ կյանքերը գոյություն ունեն եւ մեր աստղաբանական քարտեզը հենց այդ նախորդ կյանքերի հավաքած փորձի արդյունքն է։ Աստղաբանական քարտեզը պետք է ուղղակի
քարտեզի վերծանման համար պետք է դիմեն արհեստավար մասնագետի, որը պետք է ձեզ հստակ միտումներ տա։ Եվ այնպիսի մասնագետ, որը կյանքի տարբեր process-ների մեջ բավականին էփյաց է, եւ կյանքի փորձեր ունի, եւ կորստի տեսարաններ ունի, եւ հաջողություններ, եւ ընտանիք, եւ երեխաներ, եւ անկումներ։ Այո, այսպիսի մասնագետի պետք է դիմեք սիրելի հետևորդներ, որը իր մաշկի վրա, իր մեջ Այս դեպքում կարող եք դիմել Գայանե Սարգսյանին։ Նա իր ամբողջ կենսագրությունով ապացուցում է, որ կան եւ վերելքներ եւ անկումներ, բայց այդ ամենով հանդերձ դուք մնացել եք ուժեղ եւ կայացել եք, կանում եք ամեն օր։ Ես հասկանում եմ, որ ես եկել եմ հատուկ ծրագրով, իմ թվերում 3 հատ 7 է, իմ վերջին թիվը 7 է, ես դա նշանակում է, որ 3-7-ը դա վերևից ուղարկված բարձր հոգևոր զարգացում ունեցող անձն է, եւ ես իմ վրա աշխատում եմ, որպեսզի կարողանամ իմ այս վերածննդի ժամանակահատվածում կատարել հանրօգուտ աշխատանք եւ ասում եմ պատահական չի, որ հենց դու այդ երկրում ես սնվում, այդ տարածաշրջանում, ուրեմն ես գործ ունեմ անելու աշխարհի ամենահին եւ ամենատաղանդավոր ազգի, հայ ազգի հետ։ Կարծում եմ մեր հետևորդների մոտ հատկապես այ հոգիների հավատացող, վերածննդին հավատացող հետևորդներ կարծում եմ շատ կունենենք եւ նրանց մոտ կարծում եմ նաեւ կառաջանա հետեւյալ հարցը։ Մենք հիշում ենք, երբ դեռ ես փոքր էի, շատ էր տարածված հոգիներ կանչելու այդ, այսպես ասած, մեխանիզմը եւ սա ինչքանով է առհասարակ գիտությանը մոտ, թե սա ընդհանրապես ինչ որ արարողակարգ է, որը որ գալիս է հնուց եւ ունի բացասական ինչ որ միտումներ։ Քանի որ վերջին արդեն տարիներին, երբ արդեն գիտակից անձեմ, այո, դպրոցական տարիներում կարող են կանչել, բայց եթե մութ սենյակում են կանչում, եթե պայմանները կա, մոմը կա, ապա նրանք կարող են կանչել հոգիների, որոնք իրենց հանգրվանը չեն գտել համապատասխան այդ դաշտերում, այնտեղ այդ հոգիները կարծես գտնվում են երկիր մոլորակի, այս մեր ֆիզիկական պլանի եւ այո, նրանք փախած հոգիներ կարող են լինել, նույնիսկ չար հոգիներ կարող են լինել, որոնք կարող են վնասել։ Կան մարդիկ, կան մասնագետներ, որոնք մասնագիտորեն են մոտենում այդ հարցին, դա նաեւ էկզորցիզմն է, ես ուղղակի դրանցով չեմ զբաղվում, բայց կարծում եմ, որ եթե պրոֆեսիոնալ մակարդակի զբաղվեն, ապա այդ ամենը կա, որտեղ կան դիվահարված մարդիկ, դիվահար մարդիկ, օրինակ աստղաբանության տեսանկյունից, նույնիսկ այս շրջանակներում կան դիվահարված մասնագետներ, իրենք գիտեն, որ իրենք դիվահարված են, բայց ցավոք իրենց քարտեզի հասկանալով, որ դա իրենց հաջորդ կյանքում խնդիր է բերելու եւ մի քանի անգամ ես բարձրաձայնեմ, իրենք գիտեն այդ ամենը, բայց այդ չարուժերը իրենց մեջ է, եթե պարբերաբար շփվեցիք, ինչ եմ շատ եմ լսել, որ խոսում եմ մասնագետներ, եթե դու պատվիրեցիր այդպիսի բան, եթե դու արեցիր, դու կապ ես հաստատում այն ուժերի հետ, որոնք կամ սևից են, բացասական էներգիաներ կրող են, կամ այնպիսի մեկն են, որոնք գտնում են այդ միջանկյալ հատվածում, իսկ դրա համար մեծ բան պետք է տաս, գին պետք է վճարես դրա համար, կամ այս կյանքում, կամ մյուս կյանքերում, այո, բոլոր վայրերում էլ կան, կարծում եմ, ես մի քիչ սկեպտիկորեն եմ միշտ մոտեցել այդ հարցերին, բայց վերջերս կյանքի փորձը եւ նաեւ իմ փորձառությունը եւ իմ պրակտիկան ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ կան, այդպիսի իրավիճակներ կան, հետո եթե մի բան չլինի, դրա մասին չեն խոսի, բայց յուրաքանչյուրը ձեր կյանքի յուրաքանչյուր քայլում իմացեք, այն ինչ դուք հիմա անում եք, դա պատճառահետևանքային կապով հետ է գալու ձեզ։ Եթե որոշեք վատ բաներ անեք, ապա մեկ այլ ձևով այդ էներգիան դուրս է գալու ձեզնից։ Դա ասում են բոլորը, եւ կրոնական այդ ուսմունքներում է, եւ իրական կյանքում է բումերանգի օրենքը ազդում է։ Եվ թերևս վերջին հարցը, հատկապես վերջին շրջանում եւ չգիտեմ ինչու այսօր կարմիր գծով գնում են 44-օրյա պատերազմի հետ կապված 44-օրյա պատերազմից հետո մեր երկրում տեղի ունեցող այսպես ասած խառնաշփոթ իրավիճակը շատ մարդկանց մոտ խլել է քունը, հանգիստ քնելու այսպես ասած ռեժիմը, իսկ մենք գիտենք, որ մարդու քունը շատ կարևոր այսպես ասած գործոն է եւ այս մասով եւս կուզենամ որպես հայտնի աստղաբան քնի մասին խոսենք։
Այստեղ ես խոսեմ, սիրելի Իլոնա, ուրեմն Նեպտուն մոլորակի դիրքից է կապված, Նեպտունը գտնվում է ձկներ կենդանակերպում, այն դուրս եկավ մի պահ խոյի կենդանակերպ անցավ, հիմա նորից Սատուրնի հետ ետ են վերադարձել ձկների կենդանակերպ։ Հիմա այստեղ ես դիտարկեմ, ահա, թե երբ է վերադարձել։ Նեպտունը փաստորեն խոյում է գտնվում 25 թվականի հոկտեմբերի 22-ից, այն 26 թվականի հունվարի 26-ից մինչև 2038 թիվ մայիսի 22 գտնվելու է արդեն խոյի կենդանակերպում, բայց վերջին տարիների 1 տասնյակից ավել արդեն այս տարիներին Նեպտունը ձկներում էր եւ նաեւ Սատուրնը 2023 թվականի մարտի 7-ի մոտական կայքում անցավ ձկներ, այս 2.5 տարին խաթարվել էր զգայուն մարդկանց քունը, հոգեսոմատիկ հիվանդություններ, հոգեսոմատիկայի հետ կապված հիվանդություններն են սրվել, նաև այդ ամենը ենթադրում էր քնի խանգարում։ Ի վերջո 26 թվականի հունվարի 26-ից տեսնում եք թվերը կրկնվում են, Նեպտունը կանցնի խոյ, Սատուրնն էլ արդեն 2026 թվականի փետրվարի 14-ից կանցնի խոյ, կամաց կսկսի կարգավորվել մարդկանց քունը։ Նրանք, ովքեր ջրի տարերքի ազդեցության տակ են, ձկներ, խեցգետին կարիճ այդ քնի հետ կապված խաթարումները, խանգարումները նրանց մոտ էր եւ իմիջիալոց սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, ցանկալի է որ դուք առավոտյան շուտ արթնանաք։ Եթե դուք առավոտյան 6-ին 7-ին եք արթնանում, մի քանի օր դուք կարողանաք ուղղակի ձեզ հավաքել ձեր ուժերը, ռեսուրսները, շուտ արթնանաք, ապա կամաց կսկսեք շուտ քնել։ Եվ եթե քնեք շուտ 10-ի մոտակայքում երեկոյան դժվար կլինի, իսկ 11-ի մոտակայքում 23:00-ից մինչև 22:00-ից մինչև գիշերը 2-3 մելատոնին հորմոնն է արտադրվում։ Եթե շուտ պարկեք, շուտ քնեք, ապա դա մելատոնին հորմոնը ուժերը վերականգնելու շատ ռեսուրս է, երջանկության չէ, առողջության հորմոն է, նա ռեսուրսներն է վերականգնում, նա ուժն է վերականգնում, մարդու ակտիվությունն է, էներգիան է վերականգնում։ Ի վերջո երեկոյան պետք է ուղղակի շուտ քնեք, բայց ասում եմ այդ խնդիրներից ի վերջո ազատվելու եք 26 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին։ Այնտեղ Նեպտունը եւ Սատուրնը կանցնեն խոյ, կսկսեն խոյերին խանգարել, որոշները կդառնան ավելի քնկոտ, որոշները կդառնան ավելի զգուշ, իսկ որոշները ովքեր կկորցնեն իրենց ինքնա տիրապետումը Նեպտունի միջոցով վարդագույն ակնոցներ կհագնեն, Սատուրնը նրանց կբերի կյանք սահմանափակումների միջոցով։ Ի վերջո պետք է ձեր կյանքը կառավարեք, սիրելի խոյեր, սկսեք համընթաց գնալ տիեզերքեք, պետք է լինեք ավելի կարգապահ, Սատուրնի կարգախոսը կարգապահություն է։ Կտեսնենք մինչև 2028 թվականը Սատուրնը կգտնվի խոյում, այնտեղ դասեր կտա ձեզ ու դուք կդառնաք ավելի խոհեմ, ավելի Սատուրնը գիտեք ինչ է, Սատուրնը երկարաժամկետ նպատակներ է դնում, կդառնաք ավելի կարգապահ եւ ավելի հանգիստ, խոհեմություն, կարգապահություն, հանգստություն ու երկարատև նպատակներ դնելու ջիղ։ Շնորհակալ եմ, իսկ թե ինչ է սպասում 2026 թվականին, կարծում եմ մեր հաջորդ հաղորդման ընթացքում մինչև տարեվերջ մենք այդ մասին եւս առիթ կունենանք խոսելու։ Շնորհակալ եմ։ Մանրապես